Քառօրյա ռազմական գործողություններից 9 տարի անց հակասական կարծիքներ են ջրի երես եկել, իբր հայկական կողմը պարտվել է այդ պատերազմում։ Ի վերջո հաղթել, թե պարտվել է հայկական բանակը։ Ադրբեջանի մարտական ողջ պլանները ձախողվել են։ Արցախի պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի հավաքական սատարումը թույլ չտվել Ադրբեջանին իրականացնելու իր ռազմական մտադրությունը, այն է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը եւ իր ողջ պայքարը պսակել է հաջողությամբ։ Այնինչ տեղի ունեցավ 2020, ապա 2023 թվականին Ադրբեջանի կողմից պլանավորված էր 2016 թվականին։ Ալիևն ու Բաքվի ռեժիմը չէին հաշվարկել, որ իրենց ծրագրերին կարող է խոչընդոտ հանդիսանալ հայկական բանակը։ Քառօրյա պատերազմը երբ սկսվեց, անակնկալ էր, ես նորից եմ այդ բառը շեշտում, անակնկալ էր, որ մինչև մենք ուժերը շատ արագ վերախմբավորեցինք, եթե ուշադրությունը կդարձրել, եղել է հայտարարություն բաց, սա փակ չէ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարով խնդրել, որ միջնորդի կանգնեցնել պատերազմը։ Ռազմական գործողությունների մեկնարկից ժամեր անց, երբ իրենց անօդաչուն ոչնչացրեց հայ հովիվը, Ադրբեջանը հասկացավ, որ միայնակ չի կարող գործը գլուխ բերել ու դեռ 9 տարի առաջ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան միջամտեց գործընթացին։ Թուրք-ադրբեջանական տանդեմի պլաններն ամեն դեպքում տապալվեցին հայկական բանակի ու դիվանագիտության շնորհիվ։